միացում։ Ողջույն ընկեր։ Ժիրոն եւ Իվանը վերադառնում են։ Սյուպրիզ սիթքոմից ծնված ու հեռուստադիտողի կողմից արդեն իսկ շատ սիրված երկու եղբայրները Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինեն երկրորդ անգամ, արդեն նոր դեմքերով ու նոր խաղով։ Ես ու Նիկա տեղափոխվում ենք ստեղ։ Իվա, Ժիրո, Նիրո, դու պիտի լինի։ Սիթքոմի նոր եթերաշրջանը զգալի տարբերվում է առաջինից։ Զարգացել են եւ կերպարային, եւ սյուժետային լուծումները։ Այս անգամ բացահայտվելու են երկու եղբայրների հետաքրքիր ու անսպասելի արկածները։ Նախագծի պրոդյուսեր Ռաֆայել Ղազանչյանն ասում է, հեռուստադիտողի բարձր գնահատականն է պատճառը դարձել, որ նախագիծը շարունակություն ունենա։ Առաջին եթերաշրջանից հետո արձագանքները շատ դրական էին, նույն YouTube-ում էլ որ նայեք, նույնիսկ դիտումները, վյուները, այսպես ասած, գերազանցել են սպասվածը եւ այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ պրոյեկտը քանի որ սիրվել է ու մենք էլ դժգոհ չէինք մեր արած աշխատանքից ունենա շարունակություն։ Դերասան Լեռնիկ Հարությունյանը նշում է, այս եթերաշրջանում կերպարներն ու պատմական գծերը ավելի խորացված են։ Նոր հերոսները սիթքոմին լրացուցիչ դրական էներգիա են հաղորդել։ Այն նաև կարևոր մեսիջ ունի՝ երկու եղբայրների միջև վեճ պետք է չլինի։ Այս մեկը ավելի զարգացրել են եւ կերպարներին եւ խաղարկային առումով ենք զարգացումներ բերել։ Դերասանական կազմում է նաև Նինա Տիտանյանը, ով խոսելով իր Ալվարդի կերպարից բացահայտում է, որ Ալվարդն այս անգամ ավելի տաքարյուն է ու ակտիվ։ Կերպարը տաքարյուն կին էր Ալվարդը, նրա տաքարյունությունը բազմապատկվել եւ եռապատկվել է եւ նա պայքարելու է արդեն արդարության դեմ։ Եթե առաջին եթերաշրջանում պատմում էին, թե ինչպես են երկու եղբայրները բացում սեփական բիզնեսը, ապա երկրորդում արդեն սեփական ռեստորանը բաժանում են երկու մասի, բայց ամեն բան փոխվում է, երբ եղբայրները որոշում են այն առանձին տնօրինել։ Այստեղ կոնֆլիկտների ու ծիծաղաշարժ իրավիճակների պակաս չկա։ Իրավիճակային հումորը հաճախ հենց նկարահանման հրապարակում է ծնվում։ Մի զվարճալի դրվագ դերասաններից Վաչե Երիցյանն է հիշում։ Մի հատ շատ հետաքրքիրը կար, որ ես պետքա բուտաֆորիա նարինջով խփեի, բայց ձեռքից տակ ընկավ իսկական նարինջը, ես խփեցի, բոլոր բաժակները ջարդեցի, բայց ստոպ չտվեցինք։ Հենց տենց էլ նկարեցինք։ Տեղափոխվում եք։ Չէ։ Դուք եք տեղափոխվում։ Դերասանն ասում է, նախագիծն առանձնանում է նաև նկարահանումների ուրույն, ջերմ ու ընկերական մթնոլորտով։ Սիթքոմը գունավոր է, ուրախ ու իսկապես ժամանցային։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։